Ահա ժողովուրդ ջան, այսպեսի գեղեցիկ տեղով է գտնվում այս եկեղեցին։ Այսօր այցելել ենք Վերին Վարդենի գյուղատեղի, որտեղի ժողովուրդը 1920-ական թվականներին երկրորդ անգամն են գաղթում իրաց բնօրանից դեպի Արարատյան դաշտ, հիմնականում Վեդի, Օբշար եւ այլն։ Սա հին Վարդենիքի եկեղեցին է, որը թվագրում է մոտ 13-րդ դար, բայց այստեղ կա նաև 9-ից 13-րդ դարի խաչքարեր, խնդրեմ ժողովուրդ ջան։ Միանման Սուրբ Գրիգոր եկեղեցին է, սա խնդրեմ 13-րդ դարի խաչքար։ Սրանք արդեն 12, 13, 14-րդ դարի խաչքարեր։ Այսինքն հիմա մտնենք ներս եւ տեսնենք եկեղեցին։ Եկեղեցին ամբողջովին քարե ծածկ է։ Վերջերս եմ կնիշեն վերանորոգել, որպեսզի չփլվի։ Խնդրեմ եկեղեցու սյուները, որոնց վրա կան խաչեր, մոտ սյուներ, շատ նման են վիշապաքարերի։ Տեսեք ժողովուրդ ջան, պատվանդանը ու սյունը։ Տանիքը ամբողջովին քարե սալերով է, որ նայում ես շատ նման է վիշապաքարերի։ Խնդրեմ խաչքարեր, ժողովուրդ ջան։ Սա նույնպես նայեք, խաչերը սյան վրայի։ Այս կողմից նույնպես։ Հիմա մոտենանք ամբողջովին տանիքը, խնդրեմ այս կողմը, կարձանագրություն ժողովուրդ ջան։ Վերևն արդեն խաչն է, խաչը լուսավորությունը ուղղակի լավ չէ, բայց դե խնդրեմ խաչ ոստված թող մեզ ների, բայց պետք է բարձրացնեմ խորան, որպեսզի այստեղ նույնպես հետաքրքիր խաչքարեր կան, որոնք օգտագործել են ծածկի համար։ Նայեք, ինչ հետաքրքիր խաչքարեր են ժողովուրդ ջան։ 1 2 շատ գեղեցիկ խաչքարեր։ Իսկ արդեն խաչքարն է, ինչպես տեսնում եք ծակ է, մեջտեղը, վրան խաչերը։ Սա նույնպես խաչը ժողովուրդ ջան։ Ամբողջովին եկեղեցին քարից է։ Սա սուրբ սեղանն է։ Իջնենք, սա ավազան է մկրտության, խնդրեմ։ Իսկ սա արդեն խորանուտակը թաքստոց, գրքերի համար և տարբեր այլ իրերի։ Ամբողջովին քարերից։ Խնդրեմ այս սյուները նայեք, շատ նման են վիշապաքարերի։ Մի կտոր, ներքևը նեղ, վերևի մասը լայն։ Գուցե հենց վիշապաքար են եղել և հետագայում դարձել են կոթողը, չգիտեմ։ Սրանք պետք է ուղարկեմ, ասում մասնագետները նայեն։ Շնորհակալություն Նորիկ ջան, իսկապես էսի գանձ էր, որը դեսօր մեզ ցույց տվեցիս։